Բարեկամներ, շարունակում ենք թերթել մեր մշակութային օրացույցը։ Մայիսի 11 հռչակավոր Սալվադոր Դալիի ծննդյան օրն է։ Ես ընտրել եմ մեկ գործ մեր քննարկման համար, վերջին ընթրիքը, հռչակավոր կտավը, որ Դալին ստեղծել է 1955 թվականին իր ստեղծագործության միստիկական շրջանի գագաթնակետին։ Վերջին ընթրիքը Դալիի ամենահայտնի ստեղծագործություններից է, հանրության կողմից ամենասիրված կտավներից մեկը։ Այսօր այդ մոնումենտալ կտավը գտնվում է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում։ Նշենք, որ այնտեղ հայտնվելուց հետո Դալիի վերջին ընթրիքը գրեթե ակնթարթորեն դարձավ պատկերասրահի ամենահայտնի գեղարվեստական առարկան, պատվանդանից հեռացնելով անգամ Ռենուարի գործերը։ Մասնագետները կարծում են, որ յուրաքանչյուր դիտող ինքնուրույն պետք է պատասխանի այդ հարցին, թե ինչ իմաստ է դրել արվեստագետը իր ստեղծագործության մեջ, ոմանք էլ Դալիի այս գլուխգործոցը չհասկանալով այն համարում են երևակայության անիմաստ խաղ։ Նայենք կտավին։ Մենք այն կարծիքին ենք, որ տվյալ դեպքում գործ ունենք բիբլիական սյուժեի նոր եւ ես կասեի արդիական ընթերցման հետ։ Եվ իսկական գրականագետի, արվեստաբանի խնդիրն ենք համարում բացահայտել այս հանճարեղ կտավի բովանդակությունը իբրև նոր խոսք արվեստի ողջ պատմության մեջ։ Դալիի նկարում Հիսուսը եւ նրա 12 աշակերտները հայտնվել են մոդեռնիստական ինտերիերում, ապակե պատերով։ Քրիստոսի ոգեշունչ կերպարը հակադրված է առաքյալների փակ, ասես գաղտնիք, էություն, հոգի թաքցնող կերպարին։ Լուսավոր է Քրիստոսի կերպարը, թափանցիկ է լույս է ճառագում, մինչդեռ առաքյալները ծածկում են իրենց ինքնությունը սև հանդերձանքների մեջ։ Չենք տասնում նաև առաքյալների դեմքերը, մինչդեռ Քրիստոսը բաց է, իբրև հոգի, նրա դեմքը շողարցակող է, ազնվության, բարության, առաքինության եւ հույսի առաջնորդ։ Դալին նորովի բացահայտեց աստվածաշնչյան սյուժեն եւ կարող ենք ասել, որ շարունակեց այն, տեղադրելով այս պատմությունը մեր իրականության մեջ։ Նոր ժամանակներում հանճարեղորեն կանխատեսել էր Սալվադոր Դալին, հավերժականը լինելու միայն Հիսուսի կերպարը։ Բոլոր առաքինի, ազնիվ ու սուրբ մարդիկ պիտի պահապանները դառնան Հիսուսի անվան ու գործի։ Նրանք են լինելու մարդկության նոր առաջնորդները, սակայն նրանք մնալու են մենակ, ինչպես մենակ մնաց Հիսուսը Դալիի հանճարեղ ստեղծագործության մեջ։ Հիսուսը նոր ժամանակներում մնալու է մենակ, անգամ շրջապատված իր 12 առաքյալներով։ Մարդկությունը, ասում էր Դալին, աստիճանաբար կորցնում է ու կորցնելու է առաքելության վսեմ ոչին։ Թաքցնելու են մարդիկ իրենց դեմքը, նմանվելու են փոքր ու ճղճիմ անձանց, եւ մեր օրի մարդը փնտրելու է ու չի գտնելու դեմքերի մեջ անգամ Հուդային, քանի որ Հիսուսին շրջապատող նոր առաքյալները մի Հուդա ունեն պահած իրենց էության մեջ։ Դալիի հանճարեղ ստեղծագործությունը մարտահրավեր է ուղղված մեր օրին, մեր ժամանակակցին, ձեզ սիրելի բարեկամներ, արթնացիր մոլորյալ մարդ, ասում է Դալին, նմանվիր քո առաջնորդին, մենակ մի թող քո առաջնորդին, որտեղ նրանք են իսկական առաքյալները, ովքեր հետևելու են մեր նոր ժամանակների Քրիստոսին։